արդեն 3-7-րդ նիստն էր, էլ ինքը չներկայացավ, իր պաշտպանը չներկայացավ ու այսպես շարունակ։ Այսինքն ձեր բողոքն այն է, որ դատական պրոցեսները ձգձգվում են եւ մինչեւ օրս այդ շիրմաքարի համար, այդ անբարոյական քայլի համար այդ անձը, ով այսպես ասած, չի ստանում իր նախարարի պատիժը, դա է ձեր բողոքը։ Այո, ես ուզում եմ, որ այս հարցը շատ շուտ լուծվի, իմ գումարը հետ վերադարձվի, որովհետև ես այդ գումարը չեն օգնել, դա միշտ ինքը մեքենան չի վարել, միշտ ապրելա գնացել է պոստեր ու զոհվել է։ Ես չեմ ուզում, որ ինքը վայելի այդ գումարը, իմ գումարը հետ վերադարձնել, ինքը պատժվի օրենքի խստությամբ, եթե կա այդ օրենքը։ Որ իմ գումարի մասին է։ Գումարը 12,000 ԱՄՆ դոլար, ինքը հրաժարվում է, ինքը ասում է ես 6500-ն եմ վերցրել, որովհետև 6500-ը որ տրամադրել եմ, վկաներ են եղել, մնացածի ժամանակ մենակ եմ եղել տանը, որ պայի զանգել ասել այսքան փող է պետք հարի համար տվել եմ։ Կանխիկով եմ վճարել, ունեմ փոքր գումարներ վճարած քարտով, իր աղջիկա անունով քարտ կար, այդ քարտին եմ վճարել ու ինքը պահից օգտվեց, այն պահից սկսեց ինձանից գումար տանելը, որ հասկացա, որ ես խելագարված վիճակում եմ։ Իրան ինչքան պետք է տալ։ Իսկ պաշտպանին դատարան այսպես ասած բերելու լիազորություն իրավասություն չուներ։ Պաշտպանը սկզբից որ իրան խելման ենթարկեցին, հետո ինչ որ ես իմացա, որ ինքը գրավի դիմաց իրան բաց են թողել, ես դա արդեն կճշտեմ, ես երեկ եմ իմացել։ Պաշտպանը ինչ որ հետո հրաժարվել է իր գումարը չվճարելու համար, դիմեց դատարանը հանրային պաշտպան խնդրեց, որ տրամադրեն, եկավ դատի օրը, նախ ինքը ներկայացավ էլի առանց պաշտպան, հաջառաբանելով, որ հուլիսի հետ խառնել է, շփոթվել է, դրա համար պաշտպանին չի հասցրել զանգի որ գան։ Հաջորդ նիստին եկավ առանց պաշտպան, ասեց պաշտպանը էլի հրաժարվել է, նորից հանրային պաշտպան տրամադրեցին, եկավ հաջորդ նիստին, էլի ինքը եկավ մենակ, ասեց տեղյակ չեմ իմ պաշտպանից, դատարանից զանգեցին, պաշտպանն ասեց ես 10 օր առաջ իր տեղեկացրել եմ, որ ես երկրորդից հրաժարվում եմ։ Նորից ասեց հանրային պաշտպան կտրամադրեն, 3 նորից դատներ, ինքը չներկայացավ, հանրային պաշտպանը զանգեցին, ասեց ես չեմ հասցրել տեղեկացնել, որ չեմ գալիս։ Ու նորից դատը հետաձգեցին հունվարի 20։ Ու վստահ եմ, որ հունվարի 20-ին էլի ինչ-որ պաշտպանի խնդիր է լինելու, որովհետև շատ լավ ես գիտակցում եմ ինքը ինչի է գնում։ Ինչի է ուզում հասնել, անվերջ չի կարող այսպես ինքը ուզում է հասնի նրան, որ գործը վաղեմիջյան ժամկետ ունենա ու փակվի։ Բայց ես իրան դա թույլ չեմ տա, ես չեմ թողի, որ ինքը իմ երեխու արյան փողի վրա։ Իսկ չեք ասի, ինքը այսինքն վճարողունակ է, սնանք չի հայտարարված, իր անվան դիմաց գույքեր կան, այսինքն փոխհատուցման դեպքում կարող եք իրենից այդ գումարը հետ ստանալ։ Հենց կոնկրետ իր անունով ոչ մի գույք չկա, ինքը անգամ բանկային քարտ չունի իր անունով։ Իսկ ունենան է։ Տղան ինքը իմիջիալոց ես ձայնագրություն ունեմ մի քանի օրվա առաջ, որ ինքը ասում է, մարդու հետ է խոսում, ձայնային է ուղարկել ու ասում է, որ 4 միլիոնի համար ինձ ոչ մեկ չի դատելու, եթե դատեն էլ փողը վճարելու եմ դուրս գալ։ Ինքը գիտի Աստված իր Նիկոլ Փաշինյանին հանդիպելու մասին առաջին անգամ եք բարձրացել։ Այո։ Ես 3-րդ տարին գտնվում եմ Հայաստանում, ապրում եմ Վարչով, մենակ։ Ես երբեք իրենց ոչ մի հարցով չեմ դիմել, ինձ պետք է, ինձ անհրաժեշտ է ես հարցով իրան հանդիպեմ, ես իմ հարցով, ինձ թվում է մենակ ինքը ես հարցը լուծում տղա։ Ունեք որ կընդունի այսօր։ Տեսնում եմ, որ կընդունի, հույս ունեմ, որ իմ հարցին անհապաղ լուծում կտան, որովհետև այսօր 12,000 դոլարը իմ նման մարդուն ամեն ինչ գործերած մարդու համար չափազանց շատ մեծ գումար է։ Այն դեպքում, երբ որ ես դա ոչ տոկոսով եմ տվել, ոչ պարտքով եմ տվել, ես տվել եմ իմ երեխեքի քարերը սարքելու համար։ Այսօր Փաշինյանը ստատուս էր գրել,
մեկ այլ տիպի խաբեության զոհ դառնալու հետ կապված, երբ որ մարդուն ինչ-որ ֆինանսական կեղծ բուրգի մեջ են ներքաշել, խնդրում էր, հորդորում էր քաղաքացիներին զգոն լինել, չխաբվել եւ այլն։ Հիմա ձեր այս խնդրի դեպքում չեք կարծում, որ ամեն ինչ կավարտվի զուտ հերթական հնարավոր մի ստատուսով, էլի, բայց ոչ էական գործողություն։ Այստեղ վարչապետը եթե Հայաստանում դեռ չի մահացել այն փաստ, որ զոհվածին կարելի է հարգել, կարող է եւ հերթական ստատուսով ավարտվի, բայց մեծ հույս ունեմ, որ տենց չի լինի, որ կգտնվեն իրանց մեջ խիղճ, իրանք կարող են այս հարցին լուծում տալ, որովհետեւ սա այն հարցն է, որ չգիտեմ, մարդիկ լսում են շաքաղում։ Այսօր դուք ստացուց հրաժարվել եք, այսինքն այդ մտքից ամեն դեպքում։ Հորդորել ենք, որ չանի։ Ռուզաննայի հորդորելով ես չեմ անի ստացուց, բայց եթե իմ հարցին լուծում չտրվի, նորից հունվարի 20-ին դա հետաձգվի, այդ ժամանակ արդեն